We keep on moving, we keep on moving along, we keep on rolling. No, we ain't slowing it down. We ain't slowing keep down. on moving, we keep on moving along, we keep on rolling. Yeah, No, we ain't slowing it down. let's go. We ain't slowing down, baby. Come and show me how. Gotta do it right now. You know you gotta hold me down. Երեխեք, ժամը 00:40, հեսա ասեմ այսօր ամսի քանիսն է։ Արդեն ամսի 12-ն է օգոստոսի ու ես նկարում եմ վլոգ, քանի որ իմ քնի ռեժիմը ահավոր վատ է, ես ուզում եմ ուղղեմ ու դրա համար վաղը ժամը 9-ին եմ զարթնելու, ընդհանրապես քնում եմ ժամը 4:30, 3-ից մինչև 5-ը ընկած ժամանակահատվածում ու այդ իմ վրա շատ վատ ազդեցություն է թողնում։ Որոշել եմ այսպես համ վլոգ նկարեմ, համ էլ ոնց որ ստիմուլ կլինի, որ շուտ զարթնեմ։ Արդեն երևի մի ամիս կլինի, որ իմ 10,000 քայլերը չեմ կարողանում անեմ այս ուշ քնելու պատճառով։ Խոսքով, բարի գիշեր։ Երեխեք, լավն է, ժամը 9-ին, բայց հասկացա, որ քունս ահավոր տանում է, ժամը 5-ին էի քնել դրա համար, հիմա արդեն ժամը 11-ն է։ Երեխեք, ժամը 11:40 է, արդեն նորմալ զարթնել եմ։ Մտածեցի, որ այսօր բարի եմ լինելու, այդքանի չտանջեմ, որ նորմալ ուղեղով կարողանամ այդ բարի շարժումները սովորեմ։ Ժամը 9-ին վաղը անպայման կզարթնեմ, մի հատ վաղը կփորձեմ, որոշ դժվար է։ Երեխեք, լվացվեցի, հիմա եկել եմ, որ քսվեմ ու դուրս գամ գնամ բարի, դուք այսօր գալիս եք իմ հետ։ Հիմա առաջին բանը, որ ես խորհուրդ կտամ քնի ռեժիմը ուղղելուց, այդ այնա, որ դուք պետք է գտնեք ձեր համար մի հատ նենց լավ զբաղմունք, որի համար, որ դուք պատրաստեք առավոտ շուտ, դաժե չքնեք ժամը 4-ին, 3-ին, զարթնեք այդ ձեր սիրած բանը անելու համար։ Հայաստանում իմ համար այդ միշտ պարն է եղել, դե քանի որ ես աշխատում էի մանկապարտեզում, հետո դրանից հետո աշխատում էի արվեստի դպրոցում որպես պարուսույց, հետո գնում էի բարի խումբ, այդ ժամանակ ինձ պետք էր առավոտը շուտ արթնանալ։ Ու ես ճիշտ է, էլի դժվարությամբ էի արթնանում, բայց մենակ իմ սիրած այդ տեղերը գնալու համար ես պատրաստ էի շուտ արթնանալ, էլի, դրանք իմ համար ոնց որ ստիմուլ էին։ Հիմա մի որոշ ժամանակ, այսինքն արդեն մի տարի է, որ ես առավոտները քայլում էի, քանի որ դրանից առաջ մի 2 տարի կլիներ, որ անշարժությունը ոնց որ ավելի շատ էր իմ կյանքում, քան շարժը, հիմնականում տանն էի։ Իմ համար ինչ-որ հետաքրքիր զբաղմունքներ գտնել, որ ես պատրաստ կլինեմ դրանց համար ավելի շուտ զարթնելու։ Դրանցից մեկը հենց այդ քայլելն էր, պլյուս ֆիթնեսը, որ ես գնում էի ֆիթնես ակումբ, քանի որ ես ահավոր քիչ էի քայլում, ես իմ համար մի հատ բան որոշեցի, որ ամեն օր առավոտ շուտ ժամը 10-ին դուրս եմ գալիս տնից անպայման։ Կապ չունի ինչ, այդ օրը ինչ որտեղ կա գնալու, ինչ որտեղ չկա գնալու, ես անպայման տանից դուրս եմ գալիս ու քայլում եմ թեկուզ 15 րոպե։ Սկսում եմ, այսինքն քչից։ Իմ համար այդ էր կարևոր, որ ես կարևորը սկսեմ։ Իմ համար այդ պահին դժվար էր մի քիչ ավելի երկար քայլելը, քանի որ ես մենակ էի այստեղ ու ընդհանրապես ոչ մի ծանոթ, ոչ մի ընկերուհի բան չունեի, որ իր հետ գնայի քայլելու, իմ համար մի քիչ ծանր էր այդ պահը։ Դրա համար գնում էի, ընդհանրապես sense մի հատ շրջան էի անում ու հետ էի գալիս տուն։ Իմ ոնց որ մոտիվացիան այդ էր, որ ես շատ չեմ քայլելու, ընդհանրապես մի կրուգ եմ անելու, բայց կարևորը այն էր, որ ես պետքա անպայման այդ մի կրուգը ամեն օր անեի։ Մի հատ առավոտն էի գնում քայլում, մի շրջան, մի հատ իրիկունն էի գնում մի շրջան քայլում։ Ու տենց 10 րոպեն դարձավ 15, 15 րոպեն դարձավ 30 րոպե, հետո այդ 30 րոպեն կարողացա հասցնեմ 40, հետո մի ժամ, ու մեկ էլ ամենակարևոր պայմաններից մեկը այն է, որ կապ չունի, թե դրսում ինչ եղանակ է։ Հաշվի առնելով, որ ես Ռուսաստանում եղանակը ահավոր անկայուն է, ու դու չգիտես այս պահին անձրև կգա, ձյուն կգա, թե արև կլինի, ես որոշեցի, որ ընդհանրապես եղանակին չեմ նայելու ու իմ համար մեկը անձրև է, ոչինչ, ես զոնտիկ կվերցնեմ, զոնտիկով կգնամ, չնայած նրան, որ ես չեմ սիրում զոնտ բռնել, բայց ընթացքում սկսեցի սիրել նաև զոնտով քայլելը։ Հետո եթե ձմեռային ինչ-որ եղանակ է, նույնիսկ այդ եղանակային պայմաններում ես ամեն առավոտ դուրս եմ եկել։ Մի խոսքով իմ մոտ ստացվեց, ամենակարևորը այդ էր։ Հիմա ես չեմ հիշում, թե ինչ եղավ, որ ես դրանից հետո, քնիս ռեժիմը ահավոր, չգիտեմ, խանգարվեց, ու ես դրա պատճառով արդեն երևի մի ամիս կլինի, որ նորմալ չեմ կարողանում իմ այդ քայլերի ռեժիմը կարգավորեմ, իսկ ինձ այդ անհանգստացնում է, որովհետև ես ստեպերել էի վերցրել ու այդ ստեպերով պարապում էի, հիմա էլ եմ պարապում, բայց ոչ այնքան, ինչքան այն սկզբի ժամանակաշրջանում։ Օրինակ, սկզբում գնում էի դուրս
30 րոպե քայլում էի, հետ էի գալիս, հետո 20 րոպե, 30 րոպե, 15 րոպե տենց ինչքան որ կարողանում էի, ու քանի որ դժվար է ստեպերի վրա քայլելը, ինչքան որ կարողանում էի, ստեպերի վրա էի քայլում։ Ու իրիկունը նորից տենց ժամը 6-7 էլի դուրս էի գալիս քայլելու, կես ժամ քայլում էի, հետ էի գալիս, նորից ստեպեր էի անում։ Այսինքն ստացվում է 2 անգամ քայլում էի դրսում, 2 անգամ քայլում էի ստեպերով։ Ամեն անգամ 20-ից 20 ստեպերը ու իսկ այն քայլերը 30-30։ Մի խոսքով ու զգացի, որ քաշացել է իջնում դրանից, որովհետև ես իմ կյանք մցրել էի ռեգուլյարությունը, այսինքն կար դիսցիպլինա։ Հետո ինչ այդքնի ռեժիմը հարամվեց, ես բան արեցի, այդ քայլելը առավոտվա դարձավ ցերեկը 1-ին, 2-ին, 3-ին, բայց այդ ինձ շատ է խանգարում, որովհետև որ արդեն այդ մի դիսցիպլինային սովորում ես, արդեն ուրիշ տարբերակին հարմարվելը մի քիչ բան է, սենց մի խոսքով հարմար չի։ Պայման գրեք կոմենտներում, ելում է դա սենց բան եղել ու դուք ոնց եք կարողանում ձեր ռեժիմը կարգավորեք ու ընդհանրապես ժամը քանիսին եք դուք քնում, ժամը քանիսին եք արթնանում։ Գնացի կսվեմ, let's go։ Ուրեմն վերցրել եմ այս Գոհար Ավետիսյանի բանը, տոները, սպրեյ տոները, ինքը խոնավացնելու համար է, մաշկի pH բալանսը կարգավորելու համար է։ Այն օրը նայում էի ChatGPT-ով սաստավն էի ուսումնասիրում իրա, ու պարզվեց, որ իրոք սաստավը բավականին լավն է ու մաշկին վնասակար բաներ չունի։ Միակ բանը, որ կա, այդ ֆրագրենսը, քանի որ գիտեք, իրա բույրն է ընդհանուր, ու ինքը շատ հաճելի ծիրանի բույր ունի, բայց իր մեջ դա բավականին շատ է, դրա համար ChatGPT-ն ասեց, որ միակ վատ բանը է դա, որ իր մեջ կա, այն մնացած բաները շատ լավն են։ Ուրեմն երեխեք, եթե ուզում եք, որ ձեր մեյքափը շատ կայուն լինի, ամեն էտապից առաջ փչում եք ֆիքսատոր, բայց ինքը ոչ թե այս ֆիքսատորն է, այլ այս կարգի, որ ինքը համ մի քիչ խոնավեցնող էֆեկտ ունի, համ էլ ֆիքսող։ Ոչ միայն այսօր, բայց բարի գնալուց ամեն անգամ որոշում եմ մի քիչ կսեմ, բայց ամեն անգամ նենց յարկի է ստացվում, մանավանդ երեսը, դե քանի որ ես սովորել եմ մեյքափ ու կարելի է ասել, որ ես նաև մեյքափ արտիստ եմ, իմ Instagram-ը կարաք մտնեք նայեք, հատուկ մեյքափի էջ ունեմ ու ունեմ հատուկ բարի էջ, մի խոսքով բաժանել եմ 2 էջերի, որ մի տեղում չգցեմ ամեն ինչը։ Այսօր խոնավեցնելու եմ սկզբում այս Chic բրենդի էսենցիայով, շատ եմ հավանում, սկզբում իրան չէի հասկանում, բայց հետո որ սկսեցի օգտագործել ու որ հասկացա ինքը իմ բոլոր կոսմետիկ միջոցների հետ շատ լավ է աշխատում, այսքան դինում է, չէ, որ տանալնի տակից ձեր խոնավացնող կրեմը քսում եք ու մեկ էլ տենում եք, որ սենց եք անում, այս կեղտի նման բան է դուրս գալիս։ Մի խոսքով տոնայինը լավ չի նստում, բայց այս պրոդուկտի հետ տենց բան չի կատարվում, իմ ոչ մի տոնայինի հետ ինքը ոնց որ ասած կռիվ չունի ու շատ լավ է աշխատում տոնային կրեմների հետ։ Իրան հաստատ էլի կկրկնեմ, ինքը շատ լավ պրոդուկտ է։ Անպայման գրեք, եթե ինչ-որ պրոդուկտ ուզենաք, հավանեք կամ փորձեք, թողնեմ իմ Telegram-ի ալիքում, այստեղ կգրեմ ինչ-որ միտեղ Telegram-ի ալիքի անունը։ Ուրեմն երեխեք, քանի որ մի հատ պիրուտ կար մի քանի ամիս առաջ, այստեղ եղանակը այնքան անկանխատեսելի էր, որ մի օր +30 էր բարձրանում, հաջորդ օրը իջնում էր +15, +10, մի խոսքով այդտենց ինչ-որ մի հատ պիրուտ էր ու իմ մաշկը երևի դրանից հենց ահավոր իրան վատ զգաց ու սկսեց չորանալ։ Այս քթիս հատվածում այնքան չորություններ կար, այն որ թե թեփուկները առաջանում չորությունից, այդտենց բաներ ստեղծվել ու ինչ անում էի, իմ սովորական այս խոնավեցնող բաներ չէին օգնում ընդհանրապես։ Դիմեցի մասնագետի, ինքը ինձ գրեց, թե իմ մաշկին համապատասխան ես ինչեր պետք է վերցնեմ, օգտագործեմ, մենակ խնամքի մեջ, էլի դեկորատիվ կոսմետիկային չի վերաբերում այս ամեն ինչը։ 2 ամիս երևի այդտենց տանջվել եմ ամեն օր, առավոտը իրիկունը ես անպայման պետք է այդ շատ էր պրոդուկտները սկզբի համար, բայց տենց էր պետք, որ մաշկը կարողանար այդ սնուցումը ստանար ու անընդհատ այդ օդի փոփոխությունից ավելի չբարթանար իրավիճակը։ Ու 2 ամսում մաշկը քիչ-քիչ սկսեց արդեն նորմալանալ։ Վերջապես այդ պիրուդը անցավ ու իմ մեյքափը այն ժամանակ իմ երեսին էլի նորմալ չէր նստում, սիրուն չէր նստում։ Ու այդ նամքը անելուց հետո սկսեց քիչ-քիչ վերականգնվել ու հիմա ավելի սիրուն է նստում։ Այսօր քսելու եմ այս լիկի տոնայինը, խառնելու եմ Estée Lauder-ի այս հին վերսիայի հետ, նոր վերսիաները ես չեմ ուզի առնեմ։ Ինձ թվում է, որ այնքան ստոյկի ու ապահով, ինչքան այս Estée Lauder-ի այս վերսիաներն են, երբեք իր նոր վերսիաները այդքան լավը չեն լինելու։ Ձեռքերով որ քսում եմ, օրինակ sense մատերով որ քսում եմ, միշտ ավելի բարակ եմ կարողանում նստացնել, քան օրինակ որ կիստочкայով ու սպոնժիկով է լինում։ Նայեք ինչ լավ հարթ եղավ ու ինքը ոնց որ ավելի նման է իմ սովորական մաշկին, այնքան որ sense հարթացրեց ընդհանուր մաշկը։ Մոտավոր այս sense
Այս անգամ ավելի բարակ է ստացվել, շատ գոհ եմ արդյունքից։ Աչքերիս տակ գցում եմ Charlotte Tilbury այս տարբերակը պուդրայի, որովհետև այս ավելի լուսարձակող է, քան այն կրեմովի տուփով տարբերակը ու ավելի թեթև է նստում, մասնավորապես աչքի այս տակի հատվածներին ու ինքը հենց դրա համար է ավելի հարմար, քանի որ շատ չոր չի ու կնճիռներ արհեստական չի ավելացնում։ Իսկ դեմքի մնացած հատվածներին դնում եմ այս Mandy Pro-ի Rassipchitty պուդրան, իմ ամենասիրած պուդրաներից մեկն է, որ ուղղակի ծածկում է բոլոր ծակոտիները, որ իրան որ դուք մի անգամ օգտագործեք, այսինքն թեթև դնեք, ինքը համ ֆիքսում է մեյքափը, ճիշտ անես չի ֆիքսում, ոնց որ օրինակ Huda Beauty-ն կֆիքսի, բայց ինքը շատ սիրուն է նստում երեսի վրա, համ շատ թեթև է նստում, համ էլ ծակոտիները ծածկում է։ Ու մեկ էլ այս Mixit ֆիրման ունի այսենց տարբերակ, որ նոր է դուրս եկել, իրանք նմանեցրել են, այսինքն բոլորը նմանեցնում են Hourglass ֆիրմային։ Ես ճիշտ ասած այդքան էլ չէ, որովհետև Hourglass-ը ինքը ավելի սենց փափուկ պրոդուկտներ են ու շատ ուժեղ պիգմենտավորված չեն իրանք։ Իսկ սրանք իրոք պիգմենտացիան շատ լավն է ու իրանք սենց թեթև պետք է վերցնես, որ օգտագործես, որովհետև իրանք բավականին մուգ կարան նստեն քո մաշկին ու ճիշտ վրձին անպայման պետք է վերցնեք, որ լաքաներ սենց չթողնի, էլի մաշկի վրա։ Մեյքափս միջև վերջ անեմ ու գամ։ Երեխեք, նայեք, արդեն հասել եմ շրթունքներին, պամադային։ Առաջինը միշտ գցում եմ ծինտ, մաքրում ենք ու գցում եմ իմ ամենասիրած մատիտը Vivienne Sabo-ի 02 համարի գելային մատիտը, գցում եմ կոնտուրը, շրթունքների, հենրաստը շապկայում անում ձեռքով, մատով։ Եթե ինչ-որ յուղոտ բաներ չուտեմ, ինքը միջև վաղը հաստատ կմնա։ Մոզես չգիտեմ ինչ եմ անելու, չգիտեմ ինչ եմ հագնելու։ Մեկ էլ, գիտեք ինչն է հավես մեր բարի տեղը, որ հիմա ես գնում եմ այդ լատինոն սովորելու, որ մեր դասատուն մեզ ասում է նարիժատ սա եղեք։ Այսինքն սիրուն ինչ-որ հետաքրքիր բաներ հագեք, որ ոնց որ ձեր շորերին նայեք, դուք էլ ուրախանաք, ինչ-որ այդ բարի շարժումից սիրուն սիլուետից ուրախանաք, ինչ-որ սիրուն բան տեսնեք հայլու մեջ ու մի ժամանակ ես դրան այդքան էլ կարևորություն չէի դարձնում։ Իմ համար մեկ էր, որովհետև քանի որ մենք ինստիտուտում առավոտը ժամը 9-ից մինչև իրիկունը ժամը 10-ը պարում էինք, իմ համար կարևոր է, որ ասենց այնքան որ ինձ հարմար լինի, որ ես կարողանամ այդքան ժամ դիմանամ այդ գրաֆիկին։ Չնայած նրան, որ կարա իրոք ինչ-որ հետաքրքիր ավելի ինչ-որ տաղարատեսակ զանազան ինչ-որ սիրուն շորեր վերցնեի իմ հետ պարապմունքի համար, բայց օրինակ հիմա եմ ես դրա վրա կենտրոնացել ու էլի մի քանի բան զակազ եմ տվել, սպասում եմ գա փորձեմ, ուզում եմ յուբկա վերցնեմ Լատինոյի բախրամայով։ Ինքը բախրամայով չի, բայց մի խոսքով ասենց շատ սիրուն կիսաթեք յուբկա է, որ կարամ փորձերի ժամանակ հենց այդ հագնեմ։ Հիմա շատ ուրախ եմ, որ այդ աղջիկը մեզ տենց բան է ասել ու այդ էլ է իր հերթին, ոնց որ ավելի սենց ոգևորություն է տալիս, որ դու գնաս ու ավելի հավեսով քո պարապմունքը անցկացնես։ Հենց ես էլ խումբ բացեցի պարային, ես էլ եմ իմ երեխեքին ասելու, երեխեքին չէ, բայց մեծ աղջիկներին հաստատ ասելու եմ, որ իրանք էլ սիրուն մարզաշորերով գան։ Երեխեք չասցրեցի շորերը սույս տամ, բայց եկա մետրո արդեն մի խոսքով։ Երեխեք հասա տեղ, հիմա մտնում եմ հանդրցարան, շորերս փոխեմ ու մտնում զալ։ Всё, բարձրացանք։ Երեխեք, դասը պրծել եմ, դուրս եմ եկել եմ մետրո ու արդեն տուն եմ գնում։ Այսօրվա դասը շատ լավ անցավ։ Մի քանի հատված ենք ավելացրել, որ վերջնական արդյունքը տեսնեք, շատ կհավանեք հաստատ։ Տնս եկել են արդեն, որ գային իմ հետևից։ Երևի չեն հասել։ Չեն հասել։ Գնամ տուն ու արդեն
Գիշերը քնելուց առաջ կապի մեջ կլինենք։ Ահա։ Երեխեք, մի հատ մեյքափս նայեք, եկել եմ լվացվեմ, ինչ լավ է մնացել։ Շպարվել եմ ցերեկը 2:30-ից 3-ի հատվածում։ Հիմա ժամը 1-ն է լինում, համարյա 10 րոպեից 1-ն է լինում։ 10 ժամ ուղիղ մնացել է մեյքափս։ Տանալին նայեք, մի հատ ինչ սիրուն է մնացել։ Յուղային հատվածներ համարյա թե չկան։ Այս հատվածն է, բայց մեկը էլի այդքան շատ չի։ Արագ ասեմ ու հետո շուշուտ ես լվացվեմ։ Հետ կամ։ Ես վիդեո ունեմ իմ Instagram-ում, դուք կարող մտնեք նայեք։ Հերթով ցույց եմ տվել հերթականությունը, ինչից հետո ինչ եմ օգտագործում։ Երեխեք, всё, ես բրծա։ Խնամք արեցի, լվացվեցի, ստե էլի դուրս է տվել, որովհետև իմ մոտ ինչ-որ թազա բան է իմ մաշկի հետ կատարվում։ Եթե մի օր ձևի համար ես մեյքափով եմ քնում ու տոնայնս մաքրած չեմ լինում, հաջորդ օրը մի անգամից այսպես դուրս է տալիս։ Իմ մոտ երբեք տենց բան չի եղել։ Ինչ տեղափոխվել եմ Մոսկվա, տենց է։ Բայց որ հետ եմ գնում Երևանում ապրելու ընթացքում ընդհանրապես չի լինում ոչ մի բան։ Կարող եմ էլի մեյքափով քնեմ, եթե չհասցնեմ մաքրեմ, բայց հաջորդ օրը սենց դուրս չի տա մի խոսքով երեսից։ Ու վաճ գնում եմ պարկեմ։ Երեխեք, ժամը 9-ին եմ զարթնել, բայց հետո քիչ պարկեցի մինչև ժամը 10-ը, որովհետև աչքերս էլի չի կարող բացեի։ Հիմա քանիսն արդեն 10:20 է երևի 10:30։ Դաժե տեղերը չեմ հավաքել, արագ վեր կացա հագնվեցի դուրս գամ, որ աչքերս բացվի, որովհետև մի հատ նայեք, ասենք ինչ վիճակա մեր մոտ արդեն օգոստոսի 12-ն է, բայց կուրտկա ենք հագել։ Խոսքով, այսպիսի բաներ։ Այսքանը շատ մարդ կա դուրս օր այս ցերտին։ Գնացեք տուն։ Ոյ, էլ ինչ կոմիա։ Ուզում եմ ասեի, որ իմ ամենասիրած եղանակը մեկը Հայաստանի եղանակն է։ Ոչ մի երկրի եղանակ չի հասնի Հայաստանի եղանակին։ Համ ձմեռն է համեմատած տաք, համ աշունն է շատ սիրուն ու տաք։ Այսպես տաք կոֆե վերցնեմ։ Հա, ասում եմ, որ ոչ մի երկրի եղանակ այդքան համակարգված չի, ինչքան Հայաստանինը։ Չգիտեմ, օրինակ ստեղ գարուն չկա։ Գարնանը ստեղ էլի ձյուն է։ Ամռանը ստեղ 2 ամիս էլի մենակ անձրևներ են եղել, շոկ էլ ա եղել, բայց մատերի վրա հաշված օրեր ա շոկ եղել։ Աշունը ամենա իմ սիրած եղանակներից մեկը այդ գարունն է ու աշունը։ Ամառն էլ եմ սիրում, բայց աշունը ավելի շատ եմ սիրում։ Հայաստանի աշունը իմ համար ուղղակի իդեալական աշուն է։ Համ այդ եղանակի ատմոսֆերան, համ այդ եղանակի գույները։ Իմ համար տխուր եղանակ չի աշուն, իմ համար հակառակը ուրախ, գունավոր, հիմնականում իմ համար ուրախ եղանակ է։ Իսկ ստեղի աշունն էլ է սիրուն, օրինակ, բայց տեղի աշունի եղանակը աստիճան է եղանակի։ Ինքը ավելի սառն է, ավելի ցուրտ է։ Ոնց որ ջերմություն չկա ստեղի աշունի մեջ։ Դե ձմեռը ստեղ շատ սիրուն է, որովհետև լիքը ձյուն կա ու այդքան ցեղ չի, այս սկզբի ժամանակները էլի, որ լավ արդեն ձյունը դրած է լինում։ Ամեն ինչը սիրուն է լինում, բայց մեկը ես ձմեռ չեմ սիրում։ Հայաստանի նման եմ սիրում, որ ընդամենը մի ամիս լինի ձմեռ։ Ոչ թե 6-ից 9 ամիս ձմեռ։ Օրինակ ես ինչա, ոնց կարելի է օգոստոսի 10 քանիսին հագնել կուրտկա։ Երեխեք, իմ համար հաց եմ սարքում։ Այսօր ուտում եմ ձվածեղ ու հավի միս աերոգրիլի մեջ։ One day you're warm, the next day you're cold. Got me second guessing what I already know. I give you love, but you're rushing your. Ժամը 3:30 արդեն գունը ստանում է։ Կես ժամ շուտ եմ գնում։ Բարի գիշեր։ Երեխեք, էլի ժամը 11-ին զարթնեցի։ Հաջողություն։